Ուզում եմ նաև շնորհավորեմ մասնագիտական տոնի առթիվ հաջողություններ ցանկանամ մեր լրագրողներին եւ ընդհանրապես բոլորին։ Տիկին Հովսեփյան, մի ուշագրավ հայտարարության մասին, որը Նիկոլ Փաշինյանն է վերջերս արել, սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորները դառնալու են ժամանակավոր պաշտոնականներ։ Հետո ինչ ստուգումներ, ինչ ստանդարտներ, սահմանադրական նորմեր են կիրառվելու, որի արդյունքում դատավորները նոր պետք է վերընտրվեն ստեցեն։ Այսինքն ՑՄԱ դատավորների կարգավիճակը փոփոխության է ենթարկվում եւ դատավորները դառնալու են ժամանակավոր պաշտոնականներ։ Մեղմ ասած, իշխանությունները ոչ ցանկալիներին ճանապարհում են տուն։ Դուք պատրաստ եք օրինական է այս գործընթացը, դες սահմանադրական է, ինչ որ մի սահմանադրական նորմի արդյունքում տիկին Հովսեփյան դες տուն են ճանապարհում։ Քանի որ փաստաթղթին ծանոթ չեմ կարող որևէ կարծիք հայտնել ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Դե ասեցի, քանի որ ամենայն հարգանքով ասում եմ փաստաթղթին քանի որ ծանոթ չեմ, ինչպես կարող եմ կարծիք հայտնել մի փաստաթղթի մասին, որը ոչ տեսել եմ, ոչ կարդացել։ Տիկին Հովսեփյան, դուք շարունակում եք ընկերություն անել Ամնա Հակոբյանի հետ, գիտեք, որ նրա հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունեք, ընկերուներ եք, վերջերս եթե ճիշտ եմ հիշում եք, ոչ եք նաև որևէ մի միջոցառման եք միասին մասնակցում լուսանկարներ տարածվեց։ Այո, մասնակցել եմ միջոցառման, պայծառի տղայի կնունքիներ, փոքրիկ Ռաֆիի, այո, հանդիպել եմ, տեսել եմ, խոսել։ Բայց շփում կա ներերական պատճառ։ Ես ասեմ ձեզ, ես Տիկին Հակոբյանի հետ հանդիպումները ունենում եմ հանրային վայրերում։ Վերջերս օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում եմ հանդիպել Աննա Կարինինայի ներկայացմանը։ Իսկ մյուսինն էլ, այո, ուղղակի տեսել ենք իրար, իսկ այդ միջոցառմանը լրատվամիջոցները գրեցին, այնպես որ տեղյակ եք։ Նաև նշվում է, որ դեր կարիերայի աճը պայմանավորված է նրա ընկերուհի լինելու հանգամանքով, Ամնա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքով։ Ես ասեմ ձեզ, ես 1996 թվականից զբաղեցնում եմ դատավորի պաշտոնը, արդեն 30 տարին անցել է, եւ Վճռաբեկ դատարան եկել եմ 23 թվականին 28 տարվա աշխատանքային փորձով, կարծում եմ, որ օբյեկտիվ է եղել եւ այդ ամբողջ գործընթացը եղել է հրապարակային, դուք ամեն ինչից տեղյակ եք, ուրիշ ավելացնելու բան չունի։ Երբևիցե ներողություն եմ խնդրում այս հարցը բազմաթիվ անգամ իշխանությունների զանգ, դիմում, խնդրամ, SMS ստացել եք թե ոչ։ Երբեք չեմ ստացել, ոչ 1996 թվականից առ այսօր որևէ զանգ, որևէ հաղորդագրություն ես չեմ ստացել։ Ներողություն, 44 հրապատերազմի հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակվել, բազմաթիվ անեկտորացների ծնողներ, ինչպես նաև շատ հարազատներ 44 հրապատերազմի մասնակցած զինվորների հարազատներ պահանջում են, որ եզրակացությունը ըստեյության հրապարակի եւ մարդիկ հասկանան, ի վերջո ով է մեղավորը։ Տիկին Հովսեփյան, ինչու չեք միանում։ Հարգելի, իմ շատ սիրելի եւ հարգելի Քնար Մանուկյան, նաև ձեզ էլ, դուք շատ հարգելի մարդ եք եւ լավ լրագրողներ եք, անկախ նրանից ինձ քննադատում եք թե ոչ։ Դա շատ ցավոտ հարց է, ես չեմ ուզում այդ թեմայով խոսել։ Դե ինձ թվում է դուք գիտեք ինչ է ցավոտ հարց, որտեվ այդ հարցը որ տալիս եք երակներովս, եթե ոչ դուք ապայլով կարող է այդ դե ես ձեզ ասեցի, նախ դա կարծում եմ ինչ որ առումով քաղաքական թեմա է, իսկ դատավորը պիտի զերծ լինի քաղաքականությունից եւ ասեցի ձեզ, կարծում եմ կգա ժամանակը բոլորն էլ կիմանան։ Տիկին Հովսեփյան, ճիշտ է, տարիներ է անցել, բայց դեռ հիշում ենք երկրի առաջին դեպքի կողմից ընդստացող դատավորներ, չկա դատավոր, որի Մասատիչյանի այդ արտահայտությունը, դա կարծես թե չի մոռացվում։ Այս թեմայի վերաբերյալ ձեր կարծիքը չենք լսել, քաղաքական
իշխանության ներկայացուցիչի վարչապետի կողմից այս հայտարարությունները ինչպես են կալվում։ Դե դուք ասեցիք, քաղաքական գործչի հայտարարություն է, Դատավորի վերաբերյալ։ դատավորը կարծում եմ նման թեմաների մեջ չպետք է մտնել։ Բայց ձեզ է, չէ՞ վերաբերում, դուք էլ եք Դե համակարգի մի մաս։ դե հա, ես համակարգի մի մաս եմ, բայց կարծում եմ, որ այդ թեմաների մեջ դատավորը չպետք է մտնի։ Դա իմ անձնական կարծիքն է, միգուցե ճիշտ չի կարծիքս։ Եվ կարծում եմ, այդ թեման անդադ արծարծել, ասելը կոռեկտ չի, կարծում եմ կոռեկտ չի։ Շատ շնորհակալություն։